այսօրվա մեր հյուրը Անահիտ Միքայելյանն է, նա չնայած իր տարիքին կարողանում է կողմնորոշվել Երևանի խառնիխուռն երթևեկության մեջ եւ կարողանում է վարել եւ նաեւ ընտանիքին դրանով օգտակար լինել։ Բարի օր ձեզ տիկին Անահիտ, շնորհակալ եմ որ ժամանակ գտաք եւ տաղավարում եք։ Բարև ձեզ։ Կին, որ նաեւ վարում է, երբ եք սկսել ձեր վարորդական պրակտիկան եւ արդյոք հեշտ է կողմնորոշվել Երևանի խելահեղ երթևեկության մեջ։ Ես 30 տարի առաջ ամուսնուս խնդրեցի, որ պետք է վարեմ, ինքը ճիշտ ասած մեքենա գնեց ինձ համար, ու սկսեցի սովորել վարել իհարկե, հանեցի այդ պրավա ասած վարորդական իրավունքը եւ սկսեցի սկզբնական շրջանում դժվար էր, այդ սկորուստներով էր դժվար էր, հիմա շատ հեշտ է, հետո դադարեցի իհարկե, մի 6 տարի առաջ գնեցի նորից մեքենա, ասեցի չէ պետք է զբաղվեմ, սիրում եմ հետո, հոգսերով, տան հոգսերով տեղ ես գնում, էլ այդքան տրանսպորտների չես սպասում, հաճելի է, օգտագործում եմ։ Իսկ Երևանի երթևեկության կարողանում եմ, մեկ-երկու անգամ խփել եմ, բայց կարողանում եմ։ Իսկ շատ են ազդանշան տալի, ոնց են արձագանքում եւ տեսնում են որ կին եղեք։ Շատ են տալիս, բայց ուշադրություն չեմ դարձնում։ Շատ են տալիս, հետո զարմանում են, որ այս տարիքում քշում եմ։ Բայց դուք ձեր տարիքը չեք ասել եթերում։ Չեմ ասել, ասեմ, պետք էլ չի։ 73 տարեկան եմ։ Շատ ավելի հետասարդ տեսք ունեք եւ ոգին ինչպես արդեն ասացի։ Տիկին Անահիտ, ընդունված մոտեցում կա, որ չի կարելի մեքենա վարել սովորել ամուսնու, եղբոր եւ հոր հետ, որովհետեւ այդ կոմունիկացիան չի ստացվում, այո, դուք ինչ պատմություն ունեք։ Մի քանի անգամ ես ամուսնուս մեքենան եմ վարել, տարբեր մեքենաներ էր փոխում, տենց վարել եմ երկու անգամ, խփել եմ երեխեքն էլ մեջը, քնած ռեստորանից էին գալի, ասի չէ, ես պետք է վարեմ, տուն գնամ, հասա հենց բորջուրների վրա խփեցի, դժվար էր։ Բարկացավ։ Բարկացավ, ոնց։ Ասեց էլ չվարես։ Չէ, հետո վախեցա դրանից, հետո դրա համար չվարեցի, հետո անցնելուց հետո բավական երկար ժամանակ սկսեցի արդեն օգտագործել։ Երբ վերսկսեցիք, քանի տարեկան էիք։ 6 տարի առաջ գնեցի ու սկսեցի նորից վերհիշել իհարկե, հետո արդեն վարեցի։ Իսկ ինչ դժվարություններ են լինում։ Դժվարություններ համարյա չի լինում, ճանապարհ տալիս են, որ տեսնում են կինա, հետո ես դժվարություն չեմ զգացել, պատկերացրեք, հաճույքով եմ վարել, շատ զգույշ, ուշադիր։ Ինչ վարորդ եք, ապահովագրականի հետ կապված, ապայդ կապված, ունեցել եմ։ Մանկապարտեզից դուրս գալուց մի հատ մեծ մեքենա էր այնտեղ շինարարական աշխատանքներ էին անում, կողքի մեքենային հայլին մի փոքր կսվել էր։ Ապային կանչեբան ես չէի իմացել, ես պոլիկլինիկա էի գնացել, կանչել էին, իրանք էլ ձևակերպել էին գումարը դրել վրես, մինչև ես վերջերս մուծում էի այդ գումարը, դա է եղել, մի փոքր հայլին կսվել է։ Իսկ բալերով հաշվարկված։ Չէ, բալերով չի դուրս եկել, բալերս դուրս չի եկել։ Այս տարեսկզբից ոչ մի բալ չեք կորցրել։ Չէ, ոչ մի բալ չեմ ունեցել։ Տիկին Անահիտ, իսկ ձեր վարորդական պրակտիկայից նախկին եւ հատկապես վերջին 6 տարիների եղել են զավեշտալի դեպքեր կամ անսովոր իրավիճակներ, որ կուզեք պատմեք, որ տեսել են, զարմացել են կամ ինչ որ ծանոթ։ Շատ է եղել։ Օրինակ ես վերջերս մի անգամ ես թռա այդ առուն ու հակա մի հատ փոքրիկ ստոլբա էր էլ ինձ խողովակել, թափեցին տղամարդիկ բան մենակ ես իհարկե, վայ ոնց օգնենք քուրիկ ջան, ոնց օգնենք, բան ասի պետք չի օգնել, հետ տվեցի ու փախա, վախեցա, ամաչեցի իհարկե, ասեն այս տարիքում այս կինը մեքենա է վարում ու երեխեքին չի ասել, մնում էին, ասում էին մամ, ինչ որ միտեղ խփել ես, հա, ինչ որ միտեղ խփել, չէ, ասում էի, չէ։ Իսկ որ իմանար ձեր տղան կբարկանար, կասեր դե մի վարի, թե։ Չէ, չէր ասի մի վարի, բայց ինքն էր ասում, հա, ինչ որ միտեղ խփել ես, հա, դե ջարդու փշուրարա։ Այդպես չէ։ Տիկին Անահիտ, իսկ որպես վարորդ պարեկների հետ վերջին 6 տարում առնչություն ունեցել եք։ Չէ, բացարձակ չեմ ունեցել։ Չեն կանգնեցել, խախտում չեն արձանագրել։ Խախտում չեմ արել։ Շատ այդ եսի մինչև տեղեր չեմ գնացել, բայց գնացել եմ էլի։ Հա, խախտումներ չեն եղել։ Չեմ հանդիպել։
Իսկ Երևանում եք երթևեկում թե մարզերում հիմնականում։ Երևանում էլ եմ եղել, մարզերում էլ եմ եղել, տարբեր տեղեր եղել եմ, որտեղ անհրաժեշտ է եղել երթևեկել եմ։ Ամեն օր համարյա ղեկին եք։ Չէ, ամեն օր չի ասեմ, երբ որ պետք է գալիս, երբ որ պետք է գալի։ Մեկ էլ խանութ գնալուց ալարում եմ, քայլեմ, ցնած քայլում եմ, հա։ Իսկ տեսանկարահանող սարքերն ու արագաչափերի տառնչություն։ Չէ, ուշադիր եմ ես, ուշադիր եմ։ Երբևէ սահմանված արագությունը չեք գերազանցել։ Չէ, արագություն էլ չեմ սիրում գերազանցել, որտեվ մի քիչ վախկոտ եմ։ Արագություն անընդհատ հետևում եմ ուշադիր, արագություն չեմ գերազանցի։ Տիկին Անետ, ձեր հագեցած ակտիվ կենսակերպին ձեր զավակները, թոռները, դեծորները փոքր են, ինչպես են վերաբերում։ Իրենց դուր է գալիս, որ տատիկը այդպես ակտիվ է, վարում է, ինքնաբավ է։ Նորմալ, կարող է հարսին դուր չգա, որ շատ եմ ակտիվ, բայց թե նորմալ, երեխեքը նորմալ են վարում։ Բայց հպարտանում են ձեզանով։ Հա, իհարկե։ Շատ ուշադիր, զգուշ են իմ հանդեպ, սիրում են շատ, թոռներս, ծոռնիկներս,